Внимание! Говорит и показывает Москва. Այսօր առավոտյան ժամը 10-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է ավանդական հաղթանակի զորահանդեսը։ Այս տարի լրանում է 1941-45 թվականների հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Արարողությանը մասնակցել են ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ, նրանց թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Չինաստանի նախագահ Սի Ցինպինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տոլամը եւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Արարողությունը տևել է 1.5 ժամ։ Զորահանդեսին ներկայացվել են ռուսական ռազմական տեխնիկայի վերջին մշակումները եւ դասական նմուշները։ Կարմիր հրապարակով անցել են նաեւ զորահանդեսի ստորաբաժանումներ 13 երկրներից, դրանց թվում Չինաստանից, Եգիպտոսից, Ղազախստանից, Ուզբեկստանից եւ Մյանմայից։ Արարողությանը հրավիրված են երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Հայաստանից, Իսրայելից, Մոնղոլիայից եւ Միացյալ Նահանգներից։ Հատկանշական է, որ այսօր եւս ինչպես ընդունելության օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցրել են Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին։ Հաղթանակի օրը ռուսաստանցիների համար մնում է ամենակարևոր տոնը։ Ռուսաստանում միշտ կհիշեն այն զինվորների սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին նացիզմին հաղթելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով Կարմիր հրապարակում հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսում։ Дорогие граждане России, Նացիստների խորհրդային միությունը նվաճելու ծրագրերը փշրվեցին, բախվելով երկրի երկաթե միասնությանը։ Ժողովրդի հերոսությունը համընդհանուր էր։ Խորհրդային միությունը կրել է թշնամու ամենադաժան անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, որոնք մինչ այդ ճանաչել են միայն խաղաղ աշխատանքը, զենք են վերցրել ու մահվան գնով կանգնել բոլոր բարձունքներում, պլացդարմներում եւ սահմանագծերում։ Նրանք են որոշել ամբողջ երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը անարարկելի հաղթանակներով Մոսկվայի ու Ստալինգրադի, Կուրսկի ու Դնեպրի ճակատամարտերում։ Միշտ պիտի հենվենք մեր միասնության վրա, թե ռազմական, թե խաղաղ ժամանակներում, մեր ռազմավարական նպատակներին հասնելու խնդիրների լուծման հարցում հանուն Ռուսաստանի, նրա հզորության ու բարօրության։ Մենք հիշում ենք երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը եւ երբեք չենք համաձայնի դրա հետ կապված իրադարձությունների խեղաթյուրմանը, դահիճներին արդարացնելու եւ իրական հաղթողներին մեղադրելու փորձերին։ Ռուսաստանը եղել եւ կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության եւ հակասեմականության ջատագովների համար։ Նա պայքարելու է այն անօրենությունների դեմ, որոնք գործում են այս ագրեսիվ ու կործանարար գաղափարների կրողները։ для каждого из нас. Երևանի հաղթանակ զբոսայգում կազմակերպվել էր հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի ակտիվ անմահ գնդի քայլերթը։ Մասնակիցների շարասյունը վետերաններ, երիտասարդներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Սուրբ Խաչ եկեղեցուց քայլել են ազատության պողոտայով, ձեռքներին կրելով հերոսական նախնիների դիմանեկարներ, Հայաստանի, Ռուսաստանի, Լեռնային Ղարաբաղի դրոշներ, հայրենական պատերազմի հայկական դիվիզիաների դրոշներ եւ Գեորգիևյան ժապավեններ։ Ծաղիկներ դրվեցին անհայտ զինվորի շիրիմին, իսկ քայլերթն ավարտվել է հայկական եւ ռուսական դրոշների գույներով տասնյակ փուչիկների բաց թողումով, որոնք սավառնում էին անսահման կապույտ երկնքում։ Հաղթանակի զբոսայգի են այցելել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնյաներ։ Մարդկային կյանքում այլևս տեղ չպետք է գտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներն ու արհավիրքները։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով իր շնորհավորական խոսքում այս մասին նշել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, ընդգծելով, որ այսօր նշում ենք հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը եւ Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները։ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի Շուշիի ազատագրման Պաշտպանության բանակի հիմնադրման հիշատակության նվիրական այսօրը հաղթանակի եւ խաղաղության տոնին մեր հոգեվոր դասի հետ աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև հայրենական պատերազմում եւ Արցախյան գոյամարտում զոհված մեր քաջարի զավակների եւ Բաքվում պահվող գերեվարված հայրենիների ու նրանց սիրելիների համար։
աղոտ բարձրացրեցինք այսելով երկնավորից նաև որ զորացնի մեր ժողովրդին դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները արկա բոլոր մարտահրավերները դիմակայի մեր քաջարի զավակների արիության ոգով եւ արհայրենին սիրով կերտի բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը եւ բարոր մեր ժողովրդի կյանքը թող Աստծո սերը շնորհը միշտ ուղեկից լինի մեր ազգին այսօր եւ հավիտյան Հաղթանակի զբոսայգում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խաղաղության ուղերձ է հղել, շնորհավորելով երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 81-ի առիթով։ Լրագրողի դիտարկմանը թե արդյոք շնորհավորում է նաև Շուշիի ազատագրման հետ կապված, Սարգսյանն արձագանքել է։ Այսօրը ընկալում եմ իբրև աշխարհին ուղերձ խաղաղության եւ համերաշխ ապրելու որպես խորհրդան։ Բոլորիս ցանկանում եմ որպեսզի խոհեմ գտնվենք եւ մեր գործողությունները կատարենք այնպես, որպեսզի խաղաղություն տիրի։ Թե տարածաշրջանում, թե աշխարհում։ Շուշին հանձնելուց հետո այլևս չեք կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասին, տոնել դուք այն մանիպուլացնում եք եւ Որ ցանկանում եք ինչ որ ձևով ներքաշել, ինչ որ ախր սա մենք մեր սրտում սա միշտ եռատոն է եղել, պարոն Սարգսյան։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի համար այսօր հայրենական մեծ հաղթանակի օրն է հարցին, իսկ Շուշիում տարած հաղթանակը միթե այսօր Շուշիի հաղթանակի օրը չէ, Սաֆարյանը պատասխանել է։ Այսօր հաղթանակի օրն ենք նշում։ Որ հաղթանակի։ Հայրենական մեծ պատերազմ։ Իսկ Արցախյան պատերազմը տարած հաղթանակի, որտեղ դա եւս նշել ենք տարիներ շարունակ։ Այսօր մենք նշում ենք հաղթանակի օրը։ Պարոն Սաֆարյան, ճիշտն ասած, այսքան տարի լրագրողը ինձ համար տարօրինակ է, որ որևէ պաշտոնյա այսօր մայիսի 9-ը միայն հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր է համարում։ Այսօր Շուշիի ազատագրման օրը չէ նաև։ Ես ասացի, որ այսօր նշում ենք հիմա Կաշկանդում կա խնդիր կա այսօր Շուշիի ազատագրման օրը եւս հիշելու կամ եւ շնորհավորելու այդ կապակցությամբ։ քանի անգամ կրկնեմ։ Ես էլ մի քանի անգամ կրկնում եմ, հարցում եմ հստակ պատասխան ստանալ։ Իսկ ինչու։ Այսօր նշում ենք հաղթանակի օրը։ Իսկ նախորդ տարիներին ինչ հաղթանակի օր եք նշում։ Շուշիի ազատագրման օրը երբևէ նշվել է Հայաստանում, հիշում եք։ Նշվել է, այո։ Իսկ հիմա ինչու չի նշվում։ Հայտնի պատճառները։ Որտեղ Շուշի մերը չէ, հանձնել են դրա համար։ Կրկնում եմ նորից, որ նշում ենք հաղթանակի օրը։ Հայրենական մեծ պատերազմ։ Հայրենական մեծ պատերազմ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համար մայիսի 9-ը եռատոն չէ, թե ինչու հիմնավորումներ չբերեց։ Այսօր է տոնը, այսօր ձեզ համար եռատոն է եւ Շուշիի ազատագրման օրը ձեր սրտում կա այսօր, նշում եք այն։ Ինչ ենք անելու, որ նորից եռատոն լինի մեզ համար։ Ճամփից դուրս եկեք։ Պարոն Գրիգորյան, ձեր խոսքը ասեք այսօր այդ կապած։ Ինչ խոսեմ, մի րոպե ժողովուրդ հանգիստ։ Ճանապարհ գտանք։ Պարոն Գրիգորյան, օրվա հետ կապված։ Ձեզ համար այսօր եռատոն է, պարոն Գրիգորյան։ Ոչ։ ՀԿ Գերագույն մարմնի անդամ ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պետք է հավատարիմ մնալ եռատոնի գաղափարին ազգային բոլոր ուժերով ճիշտ ծրագիր իրագործեն ու իրականացնեն քայլեր, որոնք պահանջում է հայրենիքի շահը։ Նա զարմանում է, որ ԿՊԱ-կանները գնում են հաղթանակ զբոսայգի։ Դե եթե Արմեն Գրիգորյանն ու իր աշեֆը եռատոնը մսխել են, Արցախը նվիրել են Ադրբեջանին, ինչ եք ուզում իրանցից։ Ես պարզապես զարմանում եմ, որ իրենք այսօրով անամոթության շքերթ են կազմակերպում եւ նույնիսկ գալիս են այստեղ, որովհետեւ ձեր նշած անձի եւ ԿՊԱ-ական ոչ խմբական Նիկոլի գլխավորությամբ արեց այնպես, որ այսօր մենք եռատոնը նշում ենք մրմուրը մեր սրտում, որովհետեւ կրկնում եմ, եռատոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը
Արցախի բանակի ստեղծումն էր եւ Շուշիի ազատագրումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Պրագայում ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Իսկ հիմա բոլորին մեղադրում է դրա մեջ, բայց պատմության մեջ ես ասել եմ, որ ինքը մնալու է որպես կապիտուլյանտ եւ Արցախ հանձնող։ Դրա մասին ոչ միայն մենք ենք ասում նրա անդիմախոսները, այլ նաեւ իր սիրելի եվրոպական պաշտոնյաներից մեկը Ժոզեփ Բորելը, որն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը առաջին հայ ղեկավարն է, ով ուղղակիորեն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Մենք շարունակում ենք Հայաստանին դիտարկել որպես մեր դաշնակից եղբայրական երկիր, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք հաղթանակի զբոսայգում, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մենք պատրաստ ենք շարունակել կառուցել եւ խորացնել մեր հարաբերությունները, այդ թվում Եվրասիական ընդհանուր ինտեգրման գործընթացների շրջանակներում։ Մենք պետք է նայենք իրականությանը, մեր հարաբերությունները բնականաբար պետք է հարմարվեն այս նոր իրողություններին, բայց գլխավորն այն է, որ երկու կողմերում էլ կա քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն, ինչը գոյություն ունի։ Ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները խորն են եւ շատ ամուր։ Մենք պետք է առաջ շարժվենք բնականաբար հիմնված միմյանց ինքնիշխանության, միմյանց շահերի նկատմամբ հարգանքի վրա։ Բաքվում տեղի ունեցել Արցախի ղեկավարների ու պաշտոնյաների շինծու գործերով դատական հերթական նիստը դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ դատարանում առաջին անգամ ներկայացվել են իբր հայերի կողմից Քարվաճարի օկուպացիայի ժամանակ նկարահանված կադրեր, այնուհետև իբրև տուժողներն են հարցաքննվել։ Առաջինը հարցերին պատասխանել է Զաբիլ Զաֆարովը, որն իբր պատանդ է վերցվել Քարվաճարի գործողության ժամանակ։ Նա ասել է, որ դատարանում ցուցադրված տեսագրությունը արվել է 1993 թվականի ապրիլի 12-ին։ Տեսանյութում հենց ինքն է պատկերված նրա, ինքը գերությունից ազատ է արձակվել 95 թվականի նոյեմբերին։ Այսպես մի շարք տուժողներ են ցուցմունքներ տվել, որից հետո ցուցադրվել է մեկ այլ տեսանյութ, որում Արշավիր Ղարամյանը, որը հետագայում դարձել է Արցախի ներքին գործերի ազգային անվտանգության նախարար, գլխավոր դատախազ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ասում է, որ զինվորականների մարտական ոգին լավ է։ Ավելի ուշ ցուցադրվել է տեսանյութ Ապահեն գյուղի իբր հայկական բանակի կողմից օկուպացիայի մասին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 12-ին։ Հայաստանը շարունակում է պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, սակայն Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները դեռևս չեն հանգեցրել առաջընթացի։ Այս մասին Ազատության հայտարարությունում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը, մեկնաբանելով բանակցությունների ընթացքը։ Միրզոյանը նշել է, որ կողմերի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է եւ Հայաստանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։ Ըստ Իվանագետի, ինչպես ցանկացած բանակցության դեպքում պետք է համբերությամբ զինվել եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։ Այս երաթոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան մեկնել են օկուպացված Արցախի հանրապետության Շուշի քաղաք, մասնակցել են մզկիթի եւ առողջարանի բացմանը, Շուշիում կառուցվելիք բազմաբնակարանային համալիրի հիմնարկեքի արարողություններին։ Կոնկլավը Հռոմի նոր պապ է ընտրել, Հռոմի սրբազան քահանապետ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոնն նա վերցրել է Լեո 14-րդ անունը, պատմության մեջ առաջին անգամն է, որ ամերիկացի կարդինալը Հռոմի պապ է ընտրվում։ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կարդինալը հնչեցրել է նաև հայտնի լատիներեն արտահայտությունը, որն ավետում է այն մասին, որ Հռոմի պապն ընտրվել է Habemus Papam, մենք պապ ունենք։ Հռոմի պապ Լեո 14-րդ Պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցում Սիքստինյան կապելայում։